Այս օրենքի նախագիծը բերել է, ենթադրում է, որ մենք ցանկանում ենք այդ արհեստական ֆիկտիվ խոչընդոտը վերացնել, այսինքն եթե պետքա գնաս ձևական դառնաս որսորդ միության անդամ, հետո 5 տարի այդ առանց ոչ մի բան անելու մնաս, հետո որ կարողանաս այդ ողորկափող զենք ակոսափող զենք ձեռք բերես, այդ հանում ենք։ Հիմա դուք ունեք մոտավոր, այսինքն ենթադրում եք, որ կան մարդիկ, որոնք կցանկանային ուղղակի այդ խոչընդոտները իրենց խանգարում են։ Մոտավոր տենց գնահատական ունեք, թե օրինակ այս օրենքի ընդունումից հետո զենքի վաճառքի ծավալները ինչքանով են ավելանալու ու արդյոք նաև դրա հետևանքով կարող է Հայաստանում զինագործության որոշ տեսակների զարգացման էլ սախթանել։ Շնորհակալություն պարոն Թունյան, վերջից սկսեմ զինագործության տեսանկյունից դեռ պետք է եզրափակիչ ելույթում դա առանձնահատուկ ասեի, այո, տենց ակնկալում ունենք միանշանակ, ինչ որ վերաբերվում է ակնկալվող զենքի վաճառքի ծավալների հետ, ուղղակի հիմա ձեռքից տակ չի, բայց մենք ոստիկանությունից հարցման պատասխան ունենք, մենք 20 թվից սկսած ու առանձնահատուկ 44 օրյա պատերազմից հետո ոստիկանություն կարելի ասել գրեթե կրկնապատկվել է այն մարդկանց քանակը, որոնք որ դիմում են զենքի թույլտվություն ստանալու համար։ Եվ դա է եղել նաև պատճառներից մեկը, որ մենք որոշել ենք, որ պետք է այս օրենքին անդրադառնալ եւ կարգավորել այդ հարաբերությունները։